հեռուստատեսության եթերում կրկին փայլող աստղեր հեռուստանախագիծն այսօրվա մեր հյուրը պարուսույց Շուշանիկ Լուլուկյանն է Գանձագյուղից։ Շուշանիկ Լուլուկյան ծնվել է Նինոզմինդայի շրջանի Գանձագյուղում։ Սովորել է Գանձայի Վահան Տերյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո իր սիրելի տատիկի ուղեկցությամբ հաճախել Թբիլիսի եւ սովորել Սվետլանա Երիցյանի եւ Զուրաբ Բիլանիշվիլիի պարարվեստի գիմնազիայում։ Այժմ աշխատում է սիրված մասնագիտությամբ եւ իր պարը փոխանցում 4 գյուղերի երեխաների։ Ապագայի համար ունի շատ նպատակներ, որոնց մասին խոսեց հարցազրույցի ժամանակ։ Քարտուղի քորեոգրաֆიული ხელოვნების განვითარებაში შეტანილი წვლილისათვის და საქართველოში მცხოვრები სომეხი ახალი თაობის შემოქმედებითი გაქართველებისათვის ჯილდოვდება შუშანიკ ლულუկიანი. Տիրապետում եմ ինչպես հայկական ժողովրդական ազգագրական բառերին, այնպես էլ հրացական մի քանի տարբեր ոճային բառերի։ 3 տարի սովորելուց հետո արդեն վերադարձել եմ իմ հայրենի գյուղ, Գանձագյուղում, ու արդեն սկսել եմ դասավանդել, ու ինչպես գիտեք, արդեն մի քանի անգամ առիթ եղել է, որ ասեմ, որ բարապում եմ 4 գյուղերում, ունեմ 4 գյուղերում եմ բարապում, ունեմ 8 խումբ, մեծերի և փոքրերի, Գանձագյուղում Ջավախքամից է, 2 խումբ, Փարվանագյուղում Փարվանայի աստղեր, Փոկագյուղում Երազ և Փոքրարագյալ գյուղում Էրզրում համույթներս։ 2 տարի որ ունեմ խումբ, ակտիվ մասնակցում եմ, ինչպես ես ակտիվ մասնակցում եմ դասերին, այնպես էլ երեխեքը նույնպես, փորձում եմ իմ գիտելիքները ամբողջությամբ տալ երեխաներին, ինչ որ ես գիտեմ ամբողջովին ուզում եմ, որ իրենք էլ սովորեն։ Իրենք էլ արդարացնում են, 2 տարվա ընթացքում առիթներ ունեցել ենք մասնակցել ինչպես Վրաստանում, այնպես Հայաստանում, տարբեր բեմերի վրա, ելույթ ենք ունեցել ու միշտ վերադարձել ենք լավ արդյունքներով։ Շնորհակալ եմ ծնողներիցս, որ իմ երազանքը կատարեցին, քանի որ իմ երազանքն էր մանկուց դառնալ պարուսույց։ Ես 3 տարեկանից հաճախել եմ գյուղում բարի դասընթացների, իմ երազանքն է միշտ եղել, որ դառնամ բարի ուսուցչուհի ու հիմա արդեն իմ երազանքը իրականացրել է։ Դժվարություն չէ գյուղերում մի գյուղից մյուսը տեղափոխվելով, աշխատելով, ձեր էներգիան հերիքում է։ Հա, վազելով անում եմ ամեն ինչ, մի գյուղ վերջացնում եմ, կես ժամ ունեմ, որ հասնեմ մյուս գյուղ, բարապում եմ շաբաթը 3 օր, 2 օր ու ժամ ու կեսով, դրա համար շատ են դասերս, 8 խումբ, ստեղից ընդեղ հասնում եմ, հիմա տանը ոչ մի գործ չունեմ, դրա համար հասնում եմ, որ գնամ ամեն գյուղ բարապեմ, դժվարություններ եղել են, գուզեմ շեշտեմ, որ ինձ առաջի անգամ, որ գնացի Թիֆլիս, ինձ տարել է սովորելու իմ տատիկս, 3 տարեկան հասակում եմ, որ ես ուզել եմ գնամ բարի դասերի, ինքն է տարել ինձի, առանցին գուզեմ տատիկիս անունը շեշտեմ, ու Թիֆլիսա, որ գնացի, տատիկս ինձ ավարտեցի, տատիկս ինձ միասին նստեցինք մարշրուտկա, գնացինք, ինքը ինձ ասեց, ոնց պետք է գնամ, ուր պետք է գնամ, դե ես խամեի, ու հետո ինքը նոր սիրտ է հանգիստ, արդեն եկել է տուն վերադարձել է։ Դժվարություններ եղել են, դե բարաբերն էլ փոքրիկների հետ շատ դժվար է, կողքից կարող է որ նայում ենք, հեշտ է երևում, բայց դժվարություններ կան, շատ կան, բայց քանի որ ես սիրում եմ իմ աշխատանքը ու մեծ հաճույքով սիրով եմ անում, դրա համար ամեն դժվարություն հաղթահարում եմ սիրով։ Իսկ ընտանիքում կամ գեների մեջ կան արվեստի հետ գործ ունեցող մարդիկ, այս ամենը ինչ որ մեկից պետք է որ ժառանգած լինեք, ումից եք ժառանգել։ Գեներում ընտանիքում բաբաս լավ կարող է, հիմա Գարնանը բաբաս միշտ գնում է Մոսկվա աշխատելու, բայց ծմրանը որ գալիս է, մեր տունը միշտ համերգ է։ Ամեն օր ես ու բաբաս տունը պարում ենք, բաբայից է գալիս, որովհետև բաբաս սիրում է պարել։ Իսկ երեխաների հետ նաև մասնակցում եք փառատոների, տարբեր փառատոների, որ քաղաքներում եք հիմնականում մասնակցում եւ ավելի շատ ձեզ որն է հոգեհարազատ։ Ինձ ավելի շատ հոգեհարազատ է Թբիլիսի, քանի որ այնտեղ եմ սովորել, գիտեմ ամեն ինչ, այնտեղ եմ ես միշտ ավելի զգում եմ ինձ հոգեհարազատ Թբիլիսի քաղաքում։ Թբիլիսիում ենք տարբեր բեմերի մասնակցել, Երևանում ենք տարբեր տեղեր մասնակցել,
մցխեթարում ենք մասնակցել, ունեցել ենք այս տարի 2 հրավեր ունեցել եմ եվրոպական երկրներ գնալու, 15 երկիր նշած էր, որ ես կարող եմ գնալու մասնակցել, բայց ցավոք սրտի չկարողացանք գնալ, բայց ունեցել ենք հրավերը։ Իսկ այդ խմբերի մեջ ամենաակտիվն ու, ասենք, ամենալավ ելույթ ունեցողներ, ամենաազատը Դեբյանի սիրում է ազատություն, որ գյուղի երեխաներն են։ Ես իմ խմբերի մեջ ճոգողություն չեմ կարող դնեմ, բայց առանձնահատուկ կարամ շեշտեմ Երազ խմբի մեծ երեխեքիս Փոկագյուղից եւ Կանձայի միջին խումբս շատ ակտիվ խումբ է ու միշտ իրենք ձգտում են որ գնան էլ ավելի մեծ բեմեր, էլ ավելի մեծ հաղթանակներով վերադառնան, իրանք շատ ձգտված են ապագայում այսպես նպատակներ։ Ապագայում դե ուզում եմ միշտ շարունակեմ բարը, ես ինձ առանց բարի չեմ պատկերացնում, անհնար կլինի, որ ես չբարեմ, ապագայում ուզում եմ, որ երեխեքին էլ ավելի մեծ բեմերի տեսնեմ, էլ ավելի իմ աշխատանք ուզում եմ, որ տեսնեմ ավելի մեծ տեղերում, ավելի մեծ բեմերի։ Հարմանայի ալիքները ձգվում են տարբեր հորիզոններ, ձգվում են բացահայտելու մեր նորանոր տաղամներին։ Նրանք մեր կողքին են, մեր շարքերում։ Հիշեցնենք, որ մեր այսօրվա հյուրը Շուշանիկ Լուլուկյանն էր, պարուսույցը Գանձագյուղից։